Սեպտեմբերի 11-ին Փամբակի ավականին քվեների 12 կողմ 2 դեմ հարաբերակցությամբ համաձայնեց Քարաբերդում ոսկու արդյունահանման նպատակով «Զովգուշ» ընկերության երկրաբանական ուսումնասիրություններին։ Փամբակի համայնքային իշխանություններն անցնող 3 շաբաթվա ընթացքում ջանացել էին ապահովել անհրաժեշտ թվով անդամների մասնակցությունն ու ըստ այդմ նաև դրական ելքը։ Ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ, ունենք 2 դեմ, 12 կողմ, որոշումը ընդունվեց։ Տեղեկացվեց, որ քարաբերդցիները դիմել են ավականուն հանքի շահագործման թույլտվություն ստանալու խնդրանքով։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը կասկածներ հայտնեց այդ առթիվ, ասաց՝ բնակիչները մինչ այս պահը միշտ դեմ են արտահայտվել երկրորդ ոսկու հանքին։ Ավելին, Դուլգարյանը ելույթ էր խնդրել մինչ հարցի քվեարկությունը, որն անտեսվեց։ Բայց խիստ կասկած եմ հայտնում, որ բնակիչները, որոնք մինչև դեմ են եղել, հիմա էլ կողմ գրություն հավանական խոսում է դրա մասին, որ տվյալ գյուղից մենք պատրաստ ենք ձեզ ելույթ տրամադրել, հիմա դուք օրակարգ ավականիստը խանգարում։ Հիմա որ դուք ավականու անդամները խանգարում եք մեր օրակարգը, ավականու անդամները, եթե ավականու անդամները այդ տեղեկատվությունը չեն ստանում ու նոր քվեարկում, էլ ինչի համար է պետք։ Դա ևս միանշանակ խոսում է հակաժողովրդավարական մոտեցումների մասին այս համայնքում։ Ելույթի համար նախապես գրանցվել էր նաև Չեխիայից ժամանած պրոֆեսոր Ինդրիխ Պետերլիկը, չեխական Արնիկա կազմակերպության թունավոր նյութերի և թափոնների գծով փորձագետը։ Հնարավորություն չունենալով մինչ քվեարկությունը խոսելու, պրոֆեսոր Պետերլիկն այդուհանդերձ խոսեց բոլոր այն վնասներից, որոնք կրկնապատկվելու են երկրորդ հանքի բացման դեպքում։ Մասնավորապես հիշատակեց 2023-ին Արնիկա կազմակերպության կողմից Քարաբերդում անցկացված կենսանմուշների հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց հողում, ջրում և մարդկանց կենսանմուշներում սնդիկը, մկնդեղը, կապարն ու կադմիումը մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի շեմը։ Մկնդեղը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա, մեծապես վնասել մաշկը, լյարդն ու երիկամները, իսկ երկարաժամկետ կտրվածքով մեծացնել օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը։ Ընդ որում, կապարի քանակությունը կանանց օրգանիզմում ավելի մեծ էր, քան տղամարդկանց։ Կապարը կարող է նաև մարդու նյարդային համակարգի խանգարումներ առաջացնել, ազդել հիշողության և ուշադրության վրա։ Մինչ պրոֆեսոր Պետերլիկը փորձում էր սպասվող ռիսկերի մասին իրազեկել ավականուն, շատերը քմծիծաղով էին վերաբերում, անգամ ռեպլիկներով փորձում խանգարել նրա ելույթը։ Նիստի ավարտին պրոֆեսորը քաղաքացու ձայնին ասաց՝ ավականու նիստն ավելի շատ կրկես էր հիշեցնում։ Ափսոսանք հայտնեց, որ համայնքային իշխանությունները իրենց բնակիչների առողջ ու մաքուր միջավայրում ապրելու իրավունքը պաշտպանելու փոխարեն կուրացել են ոսկու փայլից։ Տեղի ունեցածը հեռու էր ժողովրդավարությունից, ընդունել որոշում, ապա լսել ելույթ, որը կարող էր ազդել այդ որոշման ընթացքի վրա, խոսում է այն մասին, որ տեղի իշխանություններին ոչինչ չի հետաքրքրում։ Տեղական իշխանության համար բնակիչների առողջությունն ու մաքուր շրջակա միջավայրը արժեք չունեն, երբ խոսքը գնում է ոսկու պաշարների մասին։ Կարծում եմ, ամենուր նույնն է, իշխանության ղեկին գտնվողները, երբ ոսկի են տեսնում, կուրանում են, ոչինչ այլևս չեն տեսնում։ Օգոստոսի 19-ի նիստին ձեռնպահ քվեարկած ավականու ընդդիմադիր ԲՀԿ անդամ Նաիրա Հարությունյանից, ով նախկինում դեմ էր նոր հանքին, քաղաքացու ձայնը հետաքրքրվեց, ինչու է այս անգամ կողմ։ Բնակիչների դիրքորոշումների փոփոխությունն ուղիղ ազդում է նաև իմ դիրքորոշման փոփոխման վրա, ասաց։ Ճշտումներ կատարելուց հետո կողմ եմ, քանի որ եթե ես դեմ եմ կամ ձեռնպահ, իսկ ժողովուրդը իր խոսքին կամ չի մնում կամ չգիտեմ ինչի են փոխվում, ես էլ առաջնորդվում եմ ժողովրդի կարծիքով։ Իշխող ՔՊ խմբակցությունից Աշակ Սրապյանն էլ, ով նախորդ նիստին ձեռնպահ էր ու տարակուսած ինչու քարաբերդցիները, որ մշտապես դեմ էին, այս անգամ կողմ են հանքին, ասաց՝ արձանագրություններին ծանոթացել ու փոխել է դիրքորոշումը։ Ես հարցազրույց չեմ տալի։
Ես գյուղացիների հետ խոսացել եմ, հաշվի առնելով արձանագրությունները, հաշվի առնելով գյուղացիների ստորագրությունները եւ իրենց կանգատները, դրա համար իմ դիրքորոշումը փոխեցի։ Վանաձորից Դավիթ Եղիազարյանը, ով ավագանու նիստի էր եկել, ասաց, անընդունելի է, երբ որոշում կայացնողներն այսքան անտարբեր են ոչ միայն իրենց համայնքի, այլև հարևան Վանաձորի բնակիչների առողջ միջավայրում ապրելու իրավունքի նկատմամբ։ Նիստի ընթացքում հնչեց փորձագիտական կարծիք հանքի շահագործման վերաբերյալ դրա բնապահպանական եւ առողջապահական հետևանքների մասին։ Նիստի մասնակիցները առանձնապես ուշադրության չարժանացրին այդ ելույթը, նույնիսկ փաստացի խանգարում էին ելույթը իրենց զրույցներով։ Սա շատ լավ ցույց է տալիս, որ արդեն գործող հանքավայրերը շահագործվում են առանց բնապահպանական եւ առողջապահական նորմերը հաշվի առնելու եւ նման ձևով հետագայում շահագործումը ավելի ընդլայնումը հանքերի բնականաբար շարունակելու է պարունակել բնապահպանական եւ առողջապահական ռիսկեր եւ գնալով, քանի որ այս նոր հանքն էլ ավելի մոտ է հենց նաեւ Վանաձոր քաղաքին, ավելի մեծ ազդեցություն է ունենալու ավելի մեծ թվով բնակչության վրա, այսինքն ոչ միայն տեղում Քարաբերդի կամ շրջակայքում Փամբակի, այլ նաեւ Վանաձոր քաղաքի։ Ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանն ասում է, Փամբակի ավականին իր այս որոշմամբ ուղիղ պատասխանատվություն է կրում Վանաձորի շուրջ 80,000 բնակչի իրավունքների ոտնահարման համար։ Ակնհայտ է, որ ինչ-որ ճնշում է եղել, այսինքն չէր կարող ավականին օրինակ 3 հոգի դեմքը վերարկել եւ հիմա գային բոլորը 3 հոգի ձեռնպա, այն որ ոչ կողմ են, ոչ դեմ են կամ դեմ են, բայց չեն ուզում դեմ արտահայտվեն, բայց հանկարծ գալիս ու բոլորը կողմ են քվեարկում բացառությամբ երկուսի, այսինքն երկուսն էին անդրդվել իրաց կարծիքով։ Միևնույն ժամանակ դրանից կախված է արդեն հազարավոր մարդկանց առողջություն, կյանքեր, որոնք որ վտանգվելու են եւ ցավոք սրտի ընդամենը 12 հոգին կարծում է, որ ինքը կարող է կանխորոշել 80,000-անոց քաղաքի բնակչության կյանքի, որակի, առողջության եւ առհասարակ կյանքի հարցը։ Տեղական ժողովրդավարությունն այս աստիճան ոտնահարելու հարցում Փամբակի համայնքային իշխանությունները մրցակից չունեն, քաղաքացու ձայնին ասաց իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։ Անտեսել քարաբերդցիների կարծիքներն ու ամեն գնով սպասարկել հանքարդյունաբերողների շահերը ամենահակաժողովրդավարական քայլն է։ Քաղաքացիական հասարակությունը արդեն որակել է Փամբակում հակաժողովրդավարական բարքերի մասին։ Այսինքն այստեղ ակնհայտ հակաժողովրդավարություն է եւ այդպիսի միջավայրում սпасել, որպեսզի ավականու անդամներին կհարգեն ավականու անդամներին եւ իրենց հնարավորություն կտան ծանոթանալ ինչ որ չգիտեմ տվյալներին, հետազոտություններին զարմանալի կլինի։ Այստեղ ավականները օգտագործվում են, որպես քվեարկողներ։ Ավականու դիրքորոշումը փոխվել մի մասի եւ այդ դիրքորոշումը մի քանի օրում հենց այնպես չի փոխվում։ Ամենամտահոգիչը այն է, որ մենք ականատեսը եղանք, որ փաստորեն գյուղի բնակիչների նկատմամբ ճնշումները շարունակվել են։ Բերել են, ինչ որ դիմում, որը չենք էլ տեսել, որ գյուղի բնակիչները կողմ են եւ իրենք պետք է որոշեն, դա ծիծաղելի է, այդպես, ձևակերպումը, եթե նա բնակիչները որոշեն, բնակիչները շուտ կորոշեն։ Իսկ այստեղ որոշում է համայնքի ղեկավարը եւ ամեն ինչ անում է այնպես, որպեսզի իր սրտով լինի։ Իրավապաշտպանի խոսքով առաջիկայում քաղաքասարակության ներկայացուցիչներով դատական կարգով փորձելու են կանխել Փամբակում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացները։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքից։